Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանի տեսակցությունների արգելքը վերացվել է, հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Դատարանը փոխել է նաև սրբազան պայքարի գործով ևս երկու մեղադրյալի գնդապետ Միհրան Մոխսուդյանի և Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցները։ Նրանք կալանքի փոխարեն ազատ են արձակվել 5 միլիոն դրամ գրավի և դատարանի սահմանած տնային կալանքի և երկրից չբացակայելու պայմանով։ Հայտարարություն եղավ, որ Դավիթ Գալստյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքը բավարարվել է, ոնց որ թե տնային կալանք եւ գրավ փոխվել է, նաեւ իմացանք, որ Միհրան Մոխսուդյանի վերաբերյալ բողոքը ոնց որ թե մասնակի բավարարվել է, չիմացա այդ կամ երևելի նույն ձև տնային կալանք, նաեւ իմացա, որ Բագրատ սրբազանի մասով մասնակի բողոքը բավարարվել, տեսակցությունների արգելքի վերացման մասով, այս կալանքը դեռ պահպանվում է։ Որպեսզի հանրային քրեական հետապնդումը դադարեցվի ձեր պաշտպանյալների նկատմամբ հարցը կիսատ քննարկվեց, բայց թերևս ոնց հասկացանք միջնորդություն ամբողջությամբ ես ներկայացրեցի։ Դե պետք է արձանագրենք, որ այս փուլում եթե դատարանը չի դադարեցնում հետապնդումը, ապա նույնիսկ եթե հետագայում արդարացման դատական ակտ կայացնում, ստացվում է, որ այս ամբողջ ժամանակահատվածում անձինք անիրավի գտնվել են ազատազրկված կամ քրեական հետապնդվողի կարգավիճակով։